Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքը մայրաքաղաքից մոտ 36 կիլոմետր հեռավորության վրա է։ Շատերը ամեն օր Երևան են գնում աշխատանքի ու վերադառնում։ Երիտասարդների մեծ մասը Երևանի տարբեր բուհերում է սովորում։ Գյուղը 1828-29 թվականների գաղթի հետևանքով առաջացած գյուղ է։ Մեր գյուղացիները եկել են Պարսկաստանից, բայց իրականում իրենց նախնիները Արևմտյան Հայաստանի մուշ գավառից են, բավականին դրական գյուղ է, շրջակա գյուղերը հարգում են այս գյուղացիներին, աշխատող, արարող գյուղացիներ են։ Հիմնական աշխատանքը այս գյուղում եղել է ցորենի արտադրությունը, ասեմ, որ որովհետև ապարանը աչքի չի ընկել հարստությամբ գյուղը, ուղղակի ժողովուրդը սիրել աշխատել, սարերը, ձորերը քրտնքով հաց են քամել, ապրել են։ Գյուղում առկա բնակիչների թիվը 900-ից մի փոքր ավելի, 910-ը։ Հիմնականում անասնապահությունն է, եկամտաբերությունը գյուղի եւ դաշտավարությունը, բուսաբուծությունը։ Գյուղում կան 84 երիտասարդ տղաներ, որոնք առանց ամուսնանալ են։ Դրանց որ ասում են 22 տարեկանից եւ բարձր։ Նույնիսկ մինչեւ 40-45 տարեկան։ Կիրակի հոկտեմբերի 5-ին նշվեց Արագածոտնի թեմի Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկերիոս եկեղեցու ոցման 6-րդ տարեդարձը։ Այս առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի բերվեց Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։ Տեր հայրը հավատացյալներին ուղված իր խոսքում կարևորեց քրիստոնյայի կյանքում աներեր հավատք ունենալը, սրբերի օրինակին հետևելը, մայր եկեղեցուն հավատարիմ լինելը։ Տեր Մաղաքիայի հովվության ներքո 5 գյուղ կա։ Վարդենուտը դրանցից մեկն է։ Ժամանակի ընթացքում համայնքում հոգևոր կյանքը զորացել է, ձևավորվել է երիտասարդաց միություն։ Իրենք ինձ համար որպես Աստծո մարտիկներ եւ որպես եկեղեցու անդամներ իրենց գործունեությունը շատ օգնում է եւ ինձ քահանայիս, նաեւ օգնում է գյուղին, որպեսզի գյուղի մարդիկ ավելի մոտ լինեն Աստծուն եւ Աստծո մասին իրենց պատկերացումները ավելի ճիշտ լինեն։ Իրենք որպես զինվորներ գյուղում լուսավորում են բոլորին։ Մեր երիտասարդաց միությունը Տեր հոր աջ ձեռքն է, այսպես ասած, հավաքվում ենք շաբաթ օրերին, ընթերցում ենք միասին Աստվածաշունչ, վերլուծում ենք Աստվածաշունչը, մեր կարդացած հատվածները, եկեղեցական տոներին հավաքվում ենք միասին, օգնում ենք Տեր հորը, նախապատրաստվում ենք։ Երիտասարդաց միությունում մենք Աստվածաշունչ ենք կարդում, Տեր հայրը մեզ շատ է օգնում ենք հասկանանք Աստվածաշունչը։ Սուրբ Մերկերիոս եկեղեցու մասին հստակ տեղեկություններ չեն պահպանվել։ Խոնարհված սրբավայրը 2019 թվականին է վերաուծվել թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի ձեռամբ։ Սուրբ Մերկերիոսը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատի։ Եկեղեցին հիմնադրվել է, կառուցվել է 13-րդ դարում։ Մերկուրիոսը եղել է սկյութացի զորավարը եղել, ով իր բարեպաշտ ընթացքով եւ հավատարիմ լինելով մինչև զորավարի կոչման է արժանացել եւ նահատակվել է հանուն քրիստոնեության, մնալով ամուր իր հավատքի մեջ։ Սուրբ Գևորգ Զորավարի մասունքի օրհնությանը հաղորդ դառնալու համար շատ ուխտավորներ էին հասել Վարդենուտ։ Ներկաները վերապրեցին Սուրբ Պատարագի խորհուրդը, հաղորդություն ստացան։ Պատարագի ավարտից հետո հավատացյալներին սիրո ճաշ մատուցվեց։